Ողջույն 24 TV-ին շարունակում աշխատանքը տաղավարում այսօրին հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Երեկվանից մեկնարկել է ազգային ժողովի 9-րդ գումարումը, ձևավորվում է կազմը, ազգային ժողովի նախագահ քիչ առաջ ընտրեցին, հետո փոխնախագահներ, երեկվանից ելույթներ ընչեցին։ Ձեր դիտարկումը ինչպեսի խորհրդարան մենք ունենանք, ինչ է սպասվում, որովհետև ընդդիմությունը հույսեր է նաև մարդկանց մեջ արթնացնում, որ նոր որակի ընդդիմություն է լինելու, որքանով կհաջողվի նոր որակի ընդդիմություն լինել եւ առհասարակ հասնել իշխանապողության։ Նայեք, ես անկեղծ ասած չեմ հետևել ազգային ժողովին, որտեղ ընդհանրապես երբեք չեմ հետևել, ոչ թե հատուկ էս ազգային ժողով։ Բայց խոսելով ազգային ժողովի մասին, եկեք նախ հիշենք, թե ինչ ընտրություններով է այս ազգային ժողովը ձևավորվել։ Իմ խորն համոզված այս ընտրություններում տեղի ունեցել զանգվածային կեղծարարություն, իսկ կեղծարարության վերջին արարը կամ գագաթնակետը դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արհեստական կերպով Բարգավաճ Հայաստանի դուրս մղումն էր խորհրդարանից։ Այսինքն սա արդեն խոսում է, որ այս խորհրդարանը որոշակի առումով լեգիտիմ չէ, հետեւաբար նրա որոշումներն ակումի ձևավորված կառավարություն եւ այլն նույնպես լեգիտիմության խնդրեմ ունեն։ Հույս ունենանք, որ ընդդիմությունը ավելի լավ կաշխատի, քան նախկինում, ես ոնց ասում են, չեմ կարող գնահատական տալ մինչև չերևա այդ աշխատանքը, բայց նորից եմ գրկնում, սա շատ կարևոր փաստ է, որ պետք է արձանագրենք։ Այսօրվա գործող քաղաքական հայաստանյան ամենակարևոր մարմին համարվող ազգային ժողովը ինքը ձևավորվել է ոչ լեգիտիմ, բավական լուրջ կեղծարարության ճանապարհով, դուրս մղելով ֆրակցիաներից մեկին ամբողջությամբ դա Բարգավաճ Հայաստանն, հետեւաբար ինքը իր ձև մեջ արդեն կասկածելի է, արդյոք ինքը կարա հետագայում գոյություն ունենալ ու գործել։ Դե բայց փաստորեն գումարվեց նիստը եւ շարունակում է գործունեությունը։ Ցավոք սրտի մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ օրենք սահմանադրությունը այս երկիրը արդեն վաղուց չի հարգում։ Այսինքն սա փաստ է։ Առաջին անգամ չէ որ սահմանադրությունը օրենքը խախտել է, հիշենք որ նույն այդ ազգային ժողովը սկսեց իր կանոնագարքի խախտումով, երբ որ չհրավիրեցին կաթողիկոսին ելույթ ունենալու ու բացելու ազգային ժողով։ Սա կանոնակարգային որը օրենքի ուժ ունեցող հատուկ որոշում է, որը չի կատարվել, այսինքն նույնիսկ ստեղ են խախտում արել, հետո պետք չի զարմանալ, որ իրենք լեգիտիմ չլինելով սկսում են ամեն ինչ խախտումներով։ Իդեպ այս խոսույթը նաև եկել խորհրդարանում եւ իրենք ասում են, եթե լեգիտիմ խորհրդարան չի, ինչու մանդատները վերցրեցիք եւ եկաք խորհրդարան։ Եվ եթե դուք այստեղ եք, նշանակում է լեգիտիմ է խորհրդարանը։ Չէ, եթե ինչ որ մեկ կարծում որ ընդդիմության մի մասի ներկայությունը դա իրենց լեգիտիմություն է տալիս, այսինքն նրանց հույսը այնա, որ ընդդիմությունը իրենք լեգիտիմ է։ Չէ, դա տենց չի։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ Հայաստան հստակ էր ձևավորված բռնապետական համակարգ է, ինքը իր ձև շատ նման է Թուրքիային, Թուրքիայում էլ է բռնապետություն, բայց այդ բռնապետը պարբերաբար օգտագործելով իր ամբողջ պետական ռեսուրսը, քաղաքական ռեսուրսը, PR-ը եւ այլն, որ պարբերաբար ընտրվում է արդեն 26-27 տարի այդ մարդը իշխում է, բայց դա հստակ կերպով ձևավորված բռնատիրություն է, որ դա ասենք թե ընդդիմության ահռելի մի մասը, հատկապես նրանք ովքեր լիդերներ են գտնվում են բանտերում, եկեք նայենք էլի մեր մոտ է քաղաքական ընդդիմության լիդերներ շատերը գտնվում են բանտերում, շատերը տնային կալանքի տակ են, նույնպես իրանք օրինակ են վերցնում Թուրքիայից, Թուրքիայում էլ երբ որ ինչ-որ մեկը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում հաղթում է, միանգամից բանտում է հայտնվում, իրենց մոտ նույնիսկ իրենց ամենամեծ քաղաքի Ստամբուլի քաղաքապետին են բանտարկել, որը ընդդիմության ներկայացուցիչ էր, բառացիորեն այս վերջերս է բանտարկեցին Ստամբուլի թե Անկարայի մոտ գտնվող մի փոքր քաղաքի ղեկավարին, որը նույնպես ընդդիմություններ ներկայացնում։ Այսինքն այս առումով սա դեռ չի նշանակում, որ սա ինչ-որ լեգիտիմության հոտ է գալիս։ Չէ, այս ազգային ժողովը լեգիտիմ չի, անկախ նրանից ընդդիմությունը կա չկա, վերցրել է, չի վերցրել։ Հստակ Հայաստանում ձևավորված կերպով հստակ բռնատիրական համակարգ է, ասենց նույնիսկ այսօր քաղաքագիտության մեջ նոր տերմինոլոգիա կա ընտրովի բռնապետություններ, որի դեպ ասեմ նոր բան չի, ասենք նույն Հիտլերն էլ իշխանության է եկել ընտրությունների միջոցով, այդ ոչ ոք չի կարող ասել, որ Հիտլերը ժողովրդավարության կողմնակից կամ Մուսոլինին ընտրություններում հաղթել է ու հետո ձևավորել է իր բռնատիրությունը։ Հայաստանում հստակ կերպով ձևավորված բռնատիրություն է, դա մնացած ցանկացած խոսակցություն սրանց հետո լեգիտիմության ոչ լեգիտիմության մասին անիմաստ է, բռնատիրական համակարգը չի կարող լեգիտիմ լինել։ Սա ֆորմուլա է,
Եկեք սա ընդունենք ու դրանից շարժվենք։ Իսկ այս նոր խորհրդանից ինչ կարող ենք մենք ակնկալել։ Նույն կռիվները, վեճերը, փոխադարձ մեղադրանքները, վիրավորանքները կլինեն, կարծում եք թե ոչ, որովհետև նկատելի էր Երևանից, չգիտեմ ինչով է պայմանավորված, միգուցե ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ դեռ չէին ընտրվել, դրանով է պայմանավորված, ամեն դեպքում անընդհատ իշխանության կողմից կոչ էր արվում կառուցողական համագործակցել միմյանց հետ, կառուցողական լինել, նույնիսկ զրոյական կետից սկսել այսպիսի առաջարկներ եղավ իշխանության կողմից, ինչ է կարծում են կտեսնենք բովանդակային քննարկումներ եւ ինչ կարող է անել խորհրդանը։ Նայեք, գործող համակարգը բռնատիրականին հենվում է մի քանի հենարաններ ունի, որոնք բոլորն էլ հիմնված են ատելության վրա։ Իրանք ոնց այս ընտրությունը ոնց են հավաքեցին։ Իրանք 3 մեծ ընտրազանգված ունեն, որոնց կողմ են հիմնվել, որոնք էլի ատելության գործոնով են պայմանավորված։ Ասենք թե շատ մեծ թիվ էր կազմում իր ընտրողների մեջ այսպես կոչված աղանդավորները եւ գործող ռեժիմի հակաեկեղեցական, հակակաթողիկոս ելույթները հենց նպատակ ուներ այս աղանդավորական ընտրազանգվածին բերելու իր դաշտը մոբիլիզացնելու, չին հաջողվեց։ Իսկ Հայաստանում ցավոք շատ մեծ է աղանդավորների թիվը տարբեր, որոնց համար, ասենք թե հայ առաքելական եկեղեցին անընդունելի է։ Հետաբար սա մի ընտրազանգված, որ հիմնված է ատելության վրա։ Երկրորդ ընտրազանգվածը, ասենք ասենք հակաղարաբաղցիների ընտրազանգվածը, ու նույնպես այդ հակաղարաբաղյան ատելության խոսքը գործող քաղաքական ռեժիմն է անընդհատ պարբերաբար գեներացնում։ Սա էլ մեկ այլ ընտրազանգված է։ Երրորդ ընտրազանգվածը, որ իրենց աջակցում, սա այսպես կոչված հակառուսների ընտրազանգված է, հակառուսական այս ատելության քարոզը որ կա, այս 3 ընտրազանգվածները կան, էլ ես չեմ խոսում ասենք իշխանական ռեսուրսի մասին, բանակի մասին, ընտրակեղծարարությունների մասին։ Ամեն դեպքում այս 3 ընտրազանգվածները, որ սրանց աջակցում են, իրենց անդադ պետք է կերակրել։ Իսկ կերակուրը հենց այդ ատելությունն է, իսկ իրանք պետք է այդ ատելությունը սերմանեն, ուժեղացնեն, ավելի սրեն հակասությունը, պառակտումը ուժեղացնեն։ Նաև խորհրդարանում Անպայման հենց խորհրդարանն է հենց այդ հայելին, որի մեջ այդ ատելությունը երևում է։ Դա համար խոսալ, որ այս խորհրդարանը կարող է տարբերվի մյուսից, որ ինչ որ համագործակցություն լինի եւ այլն, հավատացիք, այնպես բան չի լինելու։ Ընդհակառակը խորհրդարանում հենց այդ ատելությունը գեներացվելու, որը տարածվել է ամբողջ հայ հասարակության վրա։ Այսինքն այս նախաձեռնողը կարծում եք իշխող թիմը կլինի։ Միանշանակ, որտեղ ատելությունը հենց իրենց քարոզի հիմքն է կազմում։ Իրանք դրա վրա են հիմնում, իրանք դրանով են սնվում։ Իրան տրազանգված է դրանով ասում ատելություն եկեղեցու դեմ, ատելություն արցախցիների նկատմամբ եւ ատելություն եւ հակառուսական այդ ատելությունը, որ իրանք շարունակաբար քարոզում են։ Եվ նաև փաստորեն ամենայն հայոց կաթողիկոսը չեկավ ազգային ժողով, ինչպես որ կանխատեսվում էր, ինչպես որ գիտեինք, որ հրավեր չի ուղարկվել, թեև ասում են թող կարող է իրեն խանգարում, բայց գիտենք, որ հրավեր նաև պետք է լինի, նախկին տարիներին փաստորեն հրավերով են եկել։ Այս դիրքորոշումը ինչի մասին էր խոսում, որ գործողություններ են հաջորդելու, որովհետև այս ամենին զուգահեռ նաև ասում են, որ նման կաթողիկոս մենք չենք ճանաչում, Փաշինյանը սկսեց, հետո արդեն ԿՊԱ-կանները նման խոսույթով հանդես եկան, որ նման կաթողիկոս մենք չգիտենք, որ կա։ Նայեք, այն մարդիկ, ովքեր սրանց, չգիտեմ, խորհրդատվություն են տալի, նրանք շատ լավ հասկանում են հաջորդի ուժեղ ու թույլ կողմերը որոնք են։ Եվ ոնց կարելի է հաջորդին վերացնել։ Իզուր չէ, որ մեր թշնամիները, ասենք թե ինչ են պահանջում գործող ռեժիմից։ Հրաժարվել անկախության հռչակագրից, առաջին հարվածներից մեկը, չէ, ասենք թե ԹՄԹ անկախության հռչակագիր կա, չկա, ասենք թե ինչա փոխելու։ Բայց իրենք այդ պահանջը դնում են։ Հաջորդ պահանջը դա եկեղեցու կազմաքանդումն է։ Իսկ կաթողիկոսի նկատմամբ, իսկ եկեղեցու գլուխը կաթողիկոսն ինքը, ոչ միայն գլուխն ինքը հիմքն է։ Հեռացում ես կաթողիկոսին, սա համակարգը քանդվում է։ Եվ հետեւաբար Ադրբեջանի եւ Թուրքիայի այս պահանջները ոչնչացնել անկախության հռչակագիրը, որը նաև մեր ծննդականն է, որը փաստում է, որ մենք ծնվել ենք, անկախացել ենք եւ որոշակի նպատակներ ունենք, իսկ այս նպատակներից հրաժարումը եւ եկեղեցու ոչնչացումը, սա հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է։ Եվ հենց այդ հետեւաբար իրենք այս գործողությունները շարունակելու են, որպեսզի կարողանան եւս ատելությունը գեներացնել եւ կարողանան թույլատրել եկեղեցին ու փորձեն կազմաքանդել ոնց որ իրենցից պահանջում են։ Հիմա գիտենք, որ առաջիկայում դատական նիստն է լինելու փաստորեն կաթողիկոսին հետ կապված եւ 7 սրբազանների օգոստոսի 7-ին։ Նայեք, մի զարմացեք, որ այդ դատական նիստերը տեղի ունենան նայած ներքին պայմանավորվածության։ Կարող է այդ նիստերի ժամանակ, չգիտեմ, որոշում ընդունի կաթողիկոսին ձերբակալեն, դա էլ զարման չի, կարող է հակառակը որոշում ընդունվի, որ գործը կրճատում է։
երկուսն է հնարավոր է։ Կախված թե ներքին ինչ պայմանավորվածություններ կա, որովհետև Ներքին դատարանները պայմանավորվածությունում հետ նկատի ունենք։ ընդդիմության հետ։ Ընդդիմության հետ ով պայմանավորվի։ Չգիտեմ, ընդդիմությունի եւ ամեն դեպքում գործող ռեժիմի մեջ ինչ որ ներքին երկխոսություն ես կարծում եմ կա։ Եվ հնարավոր է ինչ որ կոմպրոմիսներ գտնեն, ինչ որ բաներ գտնեն, փորձեն ինչ որ համաձայնության գալ։ Կհաջողվի դա, չի հաջողվի, ես չգիտեմ։ Բայց ամեն դեպքում ցանկացած որոշում որ ընդունի, իմ ասած հետեւյալն է, ցանկացած որոշում որ ընդունի դատարանը, դա կառավարության որոշումն է լինելու։ Այսինքն դատարանը ինքնուրույն որոշում, Հայաստանը ոչ մի դատարան ինքնուրույն որոշում չի ընդունում։ Բոլորը որոշում են ելնելով հատկապես սենց կարևորագույն հարցերում։ Կաթողիկոսն է, քաղբանտարկյալներն են, մյուսները բոլորը կառավարության որոշումների կամ կառավարության համապատասխան մարմինների թույլտվությամբ է իրականացվում։ Հետաբար այդ ցանկացած որոշում դա ուղղակիորեն կապված է գործող ռեժիմի եւ նրա պարագլխի որոշումով։ Բայց ամեն դեպքում երևում է որ Փաշինյանը հետքալ չի անում ամեն դեպքում։ Դե հա, մարդիկ նույնիսկ իրենց նախընտրականում էին գրել որ պետք է եկեղեցին քանդենք եւ այլն եւ այլն։ Հիմա չեն գրել այդպես քանդենք, կաթողիկոսին փոխենք, ճանաչենք, չճանաչենք։ Հասկանում ես իրենց անձնական կապրիզները չեն կարող երկրի զարգացման կամ ասենց ասեմ երկրի գոյության հիմքը դառնալ։ Հակառակը, այս ամենը բերում է երկրի հիմքերի թուլացման եւ մեր արժանապատվության ոտնահարման, իսկ մարդիկ փորձում են անդադ հայ մարդու արժանապատվությունը ոտնահարել։ Դրա վրա է հիմնված իրենց ամբողջ գաղափարական հիմքը։ Հիմա ընդդիմությունը խորհրդանում ինչ հնարավորություններ ունի դուք կարծում եք իշխանապողության հասնելու համար։ Ես գոնե այս պահին 5 տարի չստացվեց ընդդիմությունը։ Ես գոնե այս պահին չեմ տեսնում տենց հնարավորություն։ Զուտ եթե հույսները դնում են խորհրդանի վրա։ Այլ բան է որ ամեն պահի կարող ինչ որ գործընթաց սկսել։ Եկեք չբացառենք, աշնանը սանք կարող է փորձեն սկսել ինչ որ տարածքներ հանձնել։ Կարող է դա բերի տրիգեր դառնա, այսինքն առի դառնա ինչ որ շարժում, չեն կարող բացառել։ Կարծում եք աշնանը կսկսվի գործընթացը։ Դե ինչ որ մի ժամանակ պիտի սկսվի։ Կարող է աշնանը սկսի, կարող է ձմռանը սկսի։ Երկրորդ աշնանը պետք է սկսի այսպես կոչված սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է մեջտեղ գա, չէ՞։ Եվ ուզած չուզած ստիպում են այս մարդկանց գնալու հանրաքվեի։ Կգնա հանրաքվեի արդյոք սահմանության այսպես կոչված սահմանության փոփոխության արդյոք թե ոչ։ Եթե գնա հանրաքվեի, սա էլ է ինչ որ առիթ լինելու, սա էլ է ինչ որ տրիգեր լինելու, ինչ որ խնդիրներ, process-ներ սկսելու համար։ Նույնը վերաբերում է նաև այն վիճակին, որ կա այսօր մեր գյուղատնտեսության մեջ, որ գյուղացիները չեն կարողանում իրենց ապրանքները արտահանել եւ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ, իսկ եթե ասված չանի հունվարի 1-ից ասենք գազի գինն էլ թանկանա, սա էլ ավելի կվատացնի վիճակը։ Կարող է սա ինչ որ նոր process-ներ սկսի, նորից բացառել չեն կարող։ Իդեպ գազի գնի հետ կապված այսպիսի մեկնաբանություններ էլ է տրվում իշխանական այսպես մոտ աղբյուրներից, որ վերլուծաբաններից նկատի ունեմ, որ սուբսիդիաներով հնարավոր կլինի կառավարել, արդյոք հնարավոր կլինի սուբսիդիաներով կառավարել գինը, որպեսզի շատ չթանկանա։ Չէ, հնարավոր չի լինի, որտեղ առանց դրա սրանք ահագին ահռել մեծ պարտքերի մեջ է, միայն նայեք այսպես կոչված այս առողջապահության ապահովագրությունը ոնց է ձախողվել։ Ու գնալով է ձախողումը ավելի երևում, որ մարդիկ գնում են ապահովագրության այդ ամեն թղթեր ունենալով, բայց իրենց պարտադրում են վճարումներ կատարել, որովհետև տարբեր լուրերի արդեն փող չկա, հիմնադրամը դատարկ է եւ չեն կարողանում այդ ապահովագրականը վճարել։ Հետաբար եթե սրանք այս հարցերը չեն կարող լուծեն, ինչ սուբսիդավորման մասին է խոսքը։ Հետո պետք է մի հատ հասկանանք թե ինչքանով է ավելանում այդ գինը։ Հիմա մենք գնում ենք 170 մոտապես $170 միջինացած։ Պուտինն ասաց $600 ավել է փաստորեն այլ երկրներին տրվում։ Ну Եվրոպայում էս պայդրության $600-700 է, բայց դա մեծածախ գինն է։ Այսինքն իրականում ասենք թե միջին վիճակագրական եվրոպացին շատ ավելի է վճարում այդ գազի համար։ Հիմա ինչքանով կբարձրանա ես չգիտեմ, օրինակ համար ժամանակին որ Սաակաշվիլին էր եւ ամենքեր սրում էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ռուսները գինը բարձրացրին $240։ Հիմա օրինակի համար հնարավոր է Հայաստանի համար էլ բարձրացնել $240, ես չգիտեմ, բայց նորից շատ հնարավոր տարբերակներից մեկն է։ Նույնիսկ եթե բայց $240 բարձրացնեն, մենք դրան այլընտրանքը չեն կարող գտնել։ Ոչ Իրանը, ոչ իրենց սիրելի Ադրբեջանը մեզ այդ գնով գազ չի վաճառի, շատ ավելի թանկ կտա։ Իսկ այն որ քանակը ավելացնեն Իրանից եկող գազի,
Ինչի մասին որ պայմանավորվել էին։ Նայեք, Իրանից եկող գազի քանակը ավելացնելը լավ գաղափար է, ես դրա մասին շատ վաղուց եմ խոսել, բայց որպեսզի այդ գաղափարը իրականացնեն, նրանք պետք է կառուցեն դեպի Իրան գնացող բարձրավոլտան, որ արդեն 5-6 տարի իրենք չեն կարողանում ավարտել։ Հիմա հայտարարել են, որ արդեն 85%-ով պատրաստ է։ Եթե մինչև տարվա վերջ իրենք գոնե այդ 15%-ն էլ անցնեն եւ կառուցեն, այստեղ է ճիշտ է, սա արդեն քաղաքական հարցեր է առաջանում։ Արդյոք Միացյալ Նահանգները թույլ կտա այդ բարձրավոլտը աշխատի եւ այլն շատ հարցեր կան։ Բայց շատ կարևոր է երրորդ բարձրավոլտի կառուցումը եւ Հայաստանը Իրան այդ սվոփ ծրագիրը գազ էլեկտրաէներգիայի դիմաց աշխատի։ Այդ դեպքում հնարավոր է այդ գազի մի մասը օգտագործել նաեւ ներքին սպառման համար։ Բայց նորից եկեք հաշվի առնենք, որ հենց հիմա Իրանը գտնվում է պատերազմի մեջ Միացյալ Նահանգների հետ։ Բայց վերջերս հանդիպեցին, խոսեցին նաև, որ փաստորեն քանակը ավելացվի Հայաստան եկող գազի։ Այսինքն այդ կամքը կա այնտեղ, մնում է պայմանավորվեն ու քայլեր ձեռնարկեն։ Դժվարն չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ նորից եմ ամեն ինչ կախված է թե Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները ոնց կզարգանան։ Այս պահի դրությամբ հենց այսօրվա դրությամբ ռմբակոծությունը կանգնեցված է դեպի Իրան, բայց կարող է վաղը նորից սկսվի։ Ու կարող է թիրախային հարվածեն հենց գազային համակարգին։ Այդ դեպքում ես կասկածում եմ, իրենք կարողանան մեզ գազ վաճառել կամ նույնիսկ այդ սվոփ ծրագրով գազ ուղարկել մեզ։ Իսկ ԵԱՏՄ-ի մասով ինչ խնդիրներ են եւ արդյոք հնարավոր է կառավարել, թե գնալով կխորանա այդ վիճակը, որովհետեւ այստեղից ասում են, որ եթե մեզ հանեն դուրս, նշանակում է դա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է լինելու, բացի այդ միայն իրենց մեր համար չէ օգտավետ, իրենց համար եւս օգտավետ է, մեկուսանալու է ԵԱՏՄ-ն եւ այլն եւ այլն։ Քանդվելու է մի խոսքով։ Իսկեն ԵԱՏՄ-ի դարդով են տապակում։ Չէ, ԵԱՏՄ-ից իսկ նայեք, ԵԱՏՄ-ն մեր համար գերկարևոր շուկան է։ Որտեւ Հայաստանից պատրաստ է ապրանք գնում է դեպի ԵԱՏՄ։ Սա շատ ավելի կարևոր է, որտեւ եթե դուք նայեք Հայաստանը ինչ արտահանում, մենք հիմնականում գյուղմթերք արտահանող պետություն ենք եւ մասամբ եւ նաեւ երկրորդ ամենամեծը դա հանքահունքային այդ ապրանքն ենք արտահանում, որը հիմնականում որի գնորդը Չինաստանն է, իսկ մեր գյուղատնտեսական ապրանքի ու պատրաստի ապրանքի արտահանման շուկան Ռուսաստանն ու ԵԱՏՄ-ն։ Ընդհանրապես ցանկացած տնտեսագետ ես կարող է բացատրել, որ պատրաստի ապրանքի արտահանումը կամ գյուղատնտեսական ապրանքի արտահանումը շատ ավելի կարևոր է, քան հունքի։ Ինչու որտեվ պատրաստի ապրանքի արտահանումը ինքը շատ ավելի աշխատատեղեր է ստեղծում տասնապատիկ անգամ շատ, քան հանքահունքային ու ամբողջ սեկտորը միասին վերցրել։ Հետևաբար շատ կարևոր են այդ շուկաները, կորցնել այդ շուկաներ չի կարելի։ Սեփական կապրիզի կամ սեփական իհարկե կորցնում ենք։ Այսինքն մեկ ուրիշը կգրավի այդ շուկաները։ Բառացիորեն հենց 3 այդ լուրը կար, որ Վրաստանը որ մի քանի անգամ ավելացրել է ձկան արտահանումը դեպի Ռուսաստան։ Երբ որ գործող վարչապետի անվան տակ գործող անձը 2 օր առաջ հայտարարում է, թե ձուկը լավ ձուկ չի, ասորեն հաստատելով ռուսական կողմին պնդումը, որ հայկական ձուկը լավ չի, դա համար մենք թույլ չենք տալի իրան ներմուծել։ Աճեցված ձուկը ասում է լավ չի, յուղոտ է։ Դա էլ բա ռուսները կասեն, բա դե դուք եք ասում լավ չի, պիտի թողնի ներմուծել։ Իսկ Վրաստանին այդ ժամանակ երապատկումը ձկան արտահանումը դեպի Ռուսաստան։ Ասում են, այսինքն մեր շուկաները արդեն գրավում են։ Նույնն էլ ասենք թե ամենամեծը մեր արտահանման մեջ ծաղիկի շուկաներ, հիմա շատ արագ վրացիներն ու ադրբեջանցիները այդ շուկաներն էլ կմտնեն կվերցնեն, մրգերի եւ մյուս ոչ մի բան էլ անտես չի մնա, շատ արագ կգրավեն։ Իսկ խնդիրները կսկսեն մյուս տարի, որ գյուղացիները, որոնք այս տարի չեն կարողացել յուրացնեն իրենց համար ցանկալի գնով այդ ձուկը, ծաղիկը, մրգերը եւ մյուս տարի կդադարեն այդ ամենը ոչ թե արտանել, ընդհանրապես աճեցնել, որովհետեւ ինչ են անելու, ուր են արտահանելու։ Հիմա Եվրոպա այդ ծավալներով չեն կարող արտահանել։ Նայեք, որպեսզի մենք կարողանանք Եվրոպա ինչ-որ մի բան արտահանենք, այդ Եվրոպայի հետ պետք է տարիներ շարունակ բանակցություններ վարել։ Գալ համաձայնության, ինչ-որ մաքսային արտոնություններ ստանալ եւ այլն, հասկանալ այդ շուկա կարող են մտնել, թե չեն կարող մտնել։ Հիմա ֆոն դեր Լայնի ասածը, որ մաքսային արտոնությունները տրվում, դա չի գործում։ Իհարկե չի գործում։ Դապես ֆոն դեր Լայնը ինչ ասում է, դրանք մեծ մասամբ կեղծ ու սուտ են։ Այսինքն գործնական ոչինչ չաղավ այդ խոսակցությունից հետո։ Նայեք, նույնպես եմ գտնում, Հայաստանը մի անգամ ունեցել Եվրամիության հետ երկարատև, այսինքն երկու պայմանագիր ենք ունեցել։ Մեկը Ռոբերտ Քոչյանի ժամանակ ընկած,
Հայաստանը դեպի Եվրոպա տարբեր արտոնություններ է ստանում, որոշակի ապրանքներ էժան գներով արտահանելով մաքսային ցածր մաքսային գներով։ Երկրորդը դա Սերժ Սարգսյանի ժամանակ բանակցած այսպես կոչված Հայաստան, Եվրոպա եւ Եվրոատոմ միջև երակոմ պայմանագիր։ Եթե առաջին ինչ որ առնում է ձեռնատու, ապա երկրորդը ընդհանրապես մեծ ձեռնատու չի։ Բայց միևնույն է, ինքը կա։ Այլ խոշոր պայմանագիր Եվրամիության հետ համագործակցության մենք չունենք։ Այսինքն 8 տարի իշխանության այն, չէ, կարային 8 տարի բանակցային, գային հասնեն մի իրավիճակի, որ մենք դեպի Եվրամիություն ապրանքների արտահանման ինչ որ արտոնություններ կստանանք, հնարավորություններ կստանանք։ Եվրամիությունը ինքն է գյուղատնտեսական խոշոր արտահանող, արդյունահանող եւ արտահանող։ Այսինքն մտնել այդ շուկա բավականին բարդ է, ասենք թե նույն ապրանքները, որ մենք ուզում ենք այնտեղ տանենք, նույն Թուրքիան արտահանում, իսկ Թուրքիան իր ամբողջ գյուղատնտեսական ապրանքները սուբսիդավորում է։ Նույն աֆրիկյան երկրներն են արտանում, այսինքն մրցակցել խոշոր պետությունների հետ իրենց հնարավորությունները շատ դժվար է լինելու։ Այսինքն այս ամենը պետք է հաշվի առնել։ Կարող են վաճառել, չեն կարող վաճառել, ինչ գնով, ինչ ստանդարտներով արտահանել։ Եվրամիությունը բյուրոկրատական շատ պրոբլեմատիկ միություն է։ Դու պետք է կարողանաս այդ բյուրոկրատական խնդիրները հաղթահարել։ Եթե ռուսական ԵԱՏՄ-ի հետ մենք կարողացել ենք այդ հարցերը լուծել, ապա տասնամյակներ է պետք, որպեսզի այդ հարցերը լուծենք Եվրամիության հետ։ Ասած դա որ ստացվի, կարողանան, հենց չի որ ես դեմ եմ Եվրամիության արտանման, ընդհակառակ երկու ձեռով կողմ եմ։ Բայց նորից եմ գրում, դու չես կարող մի շուկան փակել, ինչա ինչ որ մեկը խոսքա տվե, որ բայց փակել ենք մենք շուկան։ Դե պարզ է որ մենք չենք փակել, բայց սա մեր քաղաքականության արդյունք է, այսօրվա ռեժիմի քաղաքականության արդյունքն է, որոնք փորձում են միաժամանակ երկու աթոռի նստել, իրենց ապրանքները արտահանել եւ վաճառել ռուսական շուկայում ԵԱՏՄ-ում, բայց ԱԺ մակարդակով օրենք ընդունել, որ մենք դառնում ենք Եվրամիության, գնում ենք դեպի Եվրամիություն։ Սենց չի լինում։ Ասում ես այդ հարցերի վաղտերուշ այդ ամենը դրում ենք քարեր, ասում ենք կողմնորոշվի, եթե օրենք ես ընդունել որ Եվրամիություն ես գնում, դե գնա Եվրամիությունով ձեռք բռնի։ Փաշինյանն ասում է ես կգնամ ԵԱՏՄ նիստին, կնայեմ իրենց աչքերի մեջ, կբացատրեմ, իրենք կհասկանան, բայց մենք տեսանք, որ հեռախոսազրույց եղավ Պուտինի հետ եւ փաստորեն համաձայնության չեկան։ Հիմա այս հարցով ինչ է լինելու։ Նայեք, ԵԱՏՄ-ն որոշում ունի, որը ուղարկել են մեզ։ Որոշման մեջ սև սպիտակի վրա գրած է։ Մինչև դեկտեմբեր կողմնորոշվեք իրենց պատասխանը։ Կողմնորոշման համար իրանք ունեն հստակ պահանջ։ Դա հանրաքվեի անցկացում։ Հասկանում եք, սա էլ ինչ որ առումով Հայաստանի համար ստորացուցիչ։ Եվ որ քեզ ով քնում զարթում է, քեզ ստիպում է որ դու հանրաքվե անցկացրես։ Սա ադրբեջանցիներն են պահանջում հանրաքվե անցկացրա։ Հիմա ԵԱՏՄ-ն անձինս Ռուսաստանի պահանջում է հանրաքվե անցկացրա։ Սա խոսում է նամասի որ մենք մեր ինքնիշխանությունը վաղուց արդեն կորցրել ենք։ Թուրքիան է պահանջում մոռացեք ցեղասպանություն, ընդհանրապես մի արտասանեք այդ ցեղասպանություն բառը։ Բոլորը մի պահանջում են, Եվրամիությունն է պահանջում, որպեսզի Հայաստան հստակ կերպով հակառուսական ճամբարին միանա։ Բոլորը մեր առաջ ինչ որ պայմաններ են դնում, ու այդ պայմանների իրականացման իրենց քմահաճույքներով են ուզում որ Հայաստանը շարժվի։ Սա այսօրվա քաղաքական ռեժիմի քաղաքականության արդյունքն է, որ բերել է Հայաստանը մցրել է փակուղին, որտեղ բոլորը մեր առաջ պահանջներ են դնում, ռուսները, ադրբեջանցիները, թուրքերը, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում, պիտի թրիփ ճանապարհը ինձ տաս, չես կարող չտաս։ Բայց հանրաքվեի մասով ինչ է լինելու, որովհետև Փաշինյանն ասում է մենք դիմում չենք ներկայացրել Եվրամիություն, որ մի հատ էլ հանրաքվե անենք, որոշենք դուրս են գալիս թե ոչ։ Այսինքն Փաշինյանի պատասխանը փաստորեն բացասական է ամեն դեպքում։ Դե հա, իրենց պահանջները շարունակում են նույնը մնալ, այս դեպքում ինչ է լինելու։ Ես չգիտեմ այս դեպքում ինչ է լինելու։ Լինել է մի բան հարաբերությունների շարունակական վատթարացում։ Երկու աթոռի նստել հիմա առավելևս հնարավոր չի։ Եթե նախկինում հնարավոր է, հիմա երբ որ գնում է Եվրոպա, Ռուսաստան փաստացի պատերազմ Ուկրաինայի տարածքում, դու չես կարող ասես, այս հարցերը ես ռուսական կողմում եմ, ասենք թե իմ ապրանքների արտահանման վաճառքի, իսկ ասենք թե քաղաքական հարցերում ես Եվրամիության կողմից եմ։ Չի լինում։ Ոչ ոք չի հանդուրժի, նույնիսկ եթե ոչ Միացյալ Նահանգները դա կհանդուրժի, ոչ նույն Եվրոպան կհանդուրժի, ու պարզով ոչ Ռուսաստանը։ Սա վերաբերում նաև Իրանի Իսլամական Հանրապետության, որ իրենց քթի տակ կառուցում ես ամերիկյան ճանապարհ, որը տալիս ես ամբողջովին ամերիկացիների վերահսկողության, հասկանալի է դու խնդիրներ ես քո համար ստեղծում, ոչ թե ամերիկացիներ։ Քո համար խնդիրներ ես ստեղծում Իրանի հետ։ Ու սենց շարունակաբար, այսինքն մարդիկ Հայաստանը
մի փակուղուց ստանում են դեպի մյուս փակուղ։ Իսկ ինչու են հենց հատկապես շեշտում, որ հանրաքվե իրականացվի։ Սա ինչի մասին է խոսում, որ Ռուսաստանում մտածում են, որ Փաշինյանը եւ իր թիմը իշխանությունը այլ կարծիք ունի, իսկ հայ ժողովուրդը մեկ այլ կարծիք եւ դրա համար ուզում են հենց հայ ժողովրդի կարծիքն իմանան։ Նայեք, ռուսերեն չեն մտածում, չգիտեմ, իրենք չեն արտահայտվել, բայց օրինակ Էմր Ալիևը թեմայով արտահայտվել է։ Ի տարբերություն ռուսների, ինչու է ինքը պահանջում հանրաքվե, ինքը պահանջում է, որպեսզի այս որոշումը լինի ոչ թե Փաշինյանի եւ քաղաքական թիմի, այլ հայ ժողովրդի։ Այսինքն եթե Փաշինյանը վաղը չլինի, հա, ինքը շատ լավ հասկանում է, էլի ոչ մի իշխանություն հավերժ չի։ Առավելևս եւ հետաբար ինքը պահանջում է, որ այդ ստորացման ճանապարհով անցնի ամբողջ հայ ժողովուրդը։ Բայց նրանք էլ են հասկանում, չէ, որ իրենք չեն կարող այդ հանրաքվեն անցկացնել, որտեղ հանրաքվե անցկացնելու մասին առանձին օրենք կա, որը սահմանադրական օրենք է, օրինակի համար, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացնենք հատկապես սահմանադրական փոփոխությունների հետ կապված, պետք է բնակչության նվազագույնը 25%-ը մասնակցի։ Կարող են արդյոք 25%-ին բերել։ Լավ, տեսականորեն գտնենք, իբր տեսանք 700,000 են հավաքի, կարան 25% դա 650,000 է։ Բայց պետք է որպեսզի այդ 25%-ը կողմ քվեարկի։ Այսինքն 650,000 մարդ պիտի գա ու կողմ քվեարկի։ Այսինքն դու կարծում ես Փաշինյանի ընտրողները կողմ չեն քվեարկի։ Համոզված եմ, որ չեն քվեարկի։ Ինչու՞։ Որովհետև նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները դեմ են, որպեսզի Հայաստանը գնա սահմանադրության փոփոխության։ Որովհետև նորից եմ գրում, Փաշինյանի կողմնակիցները, ես ասացի, սրանք մարդիկ են, որոնք սնվում են որոշակի ատելության գեներացիայով։ Հակաեկեղեցի հակապարտության հռչակագիրն է, թող չլինի, հիմա ինչ է։ Դե ասողները շատ կան, բայց նորից եմ գրում, Հայաստանի պատմության մեջ ոչ մի հանրաքվե, բացի առության անկախության հանրաքվեից, չի իրականացվել։ Բոլոր հանրաքվեները ձախողվել են։ Հայ ժողովրդոպես կանոն չի գնում հանրաքվե։ Նախկինում օրինակ ինչ էին անում, խորամանկություն էին անում, ընտրությունների օրը նաև հանրաքվե էին նշանակում։ Որ երբ որ մարդիկ գնում էին երկու թերթիկ են, սա մեկ ընտրելու, մյուսը հանրաքվե։ Հիմա օրենքով դա արգելված է սահմանադրությամբ։ Հետաբար այնք տարբեր օր պիտի նշանակեն, չեն կարող ընտրության օրը հանրաքվե նշանակել։ Իսկ սա նշանակում է մարդկանց մեծ մասը չեն գնա ընտրություն, նույնիսկ Նիկոլ ընտրածները չեն գնա ընտրություն։ Հիմա այն գործընթացը, որ իրականացվում են դիմադիրների նկատմամբ կալանավորումներ, նախ Ավետիք Չալաբյանը եւս փաստորեն կալանավորված է եւ մենք տեսնում ենք նաեւ ունեզրկման գործընթացներ, որոնք փաստորեն Փաշինյանի ցուցումով են իրականացում, հենց Գագիկ Ծառուկյանի մասով Արադ ցեմենտը փաստորեն արդեն իսկ նոր տնօրեն ունի եւ նախկին ԿՊԱ-ական Արագածոտնի մարզի մարզպետներն է։ Այս գործընթացները ինչի համար է արվում, ինչ նպատակ, վերջնանպատակը որն է։ Նայեք, Հայաստան հստակերպով արդեն ձևակերպված բռնապետական համակարգ է։ Եվ ցանկացած նման համակարգ, երբ որ արդեն բռնապետությունը հաստատվում անդրություններով, ինքը գնում է բռնաճնշումների։ Այսինքն պետք է այդ մարդկանց ձերբակալել, վախի մթնոլորտ ստեղծել, սարսափի մթնոլորտ թույլ չտալու համար, որպեսզի այս մարդիկ շարունակեն իրենց քաղաքական գործունեությունը։ Նույն Ավետիք Չալաբյանին իրենք ձերբակալել անհիմն կերպով, կեղծ ինչ-որ ձայնագրությունների հիման վրա մոնտաժած եւ այլն, սա ի դեպ սրանք ձեռագրերից մեկն է, հիշենք, ամբողջ քանի դիմադիրներ կան, որոնք ձերբակալվել են ինչ-որ կեղծ ձայնագրությունների հիման վրա, որոնք որպես կանոն չեն էլ հաստատվում այդ ձայնագրությունները, իսկ հստակ չէ ձայնագրությունների ձեռքբերման պայմաններ, թե ովքեր են այդ ձայնագրությունները իրականացրել եւ այլն, ինչ պայմաններում են մոնտաժվել, թե ինչու են մոնտաժվել։ Իսկ մենք տասնյակ դες դեպքեր գիտենք, չէ՞, նույն ասենք թե Արշակ Սրբազանի հետ կապված էլ չէ, ինչ որ ձայնագրություններ են տվել, հետո որը միջազգային էքսպերտները մերժել էին, ասել են, որ սա ամբողջովին կեղծ է։ Հիմա նույնն էլ Ավետիքի նկատմամբ իրականացվում է հետապնդում կապված զուտ պայմանավորված իր քաղաքական հայացքների հետ։ Զուտ են բանը հետ, որ այս մարդը քննադատում է գործող ռեժիմին եւ ասում է, որ սրանց քաղաքականության շարունակությունը հանգեցնել է Հայաստանի վիճակի ել ավելի վատ թարացման, որը մենք տեսնում ենք։ Դա եւ արտաքին քաղաքականության ճակատում է եւ ներքին ճակատում է եւ այլն եւ այլն։ Իսկ ընդհանուր առմամբ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները սա նաեւ այդ ոնց ասած այդ վախի մթնոլորտի ստեղծում է, ասենք Գագիկ Ծառուկյանի ձեռքից անօրինական կերպով սեփականությամբ վերցնելը նույնպես դրա հետևանք է։ Ասենք ոչ դատական որոշում կա, ոչ դատարանների որոշում կա, չէ՞, սեփականությունը այսպես կոչված ազգայնացնելու կամ պետականացնելու, բայց արդեն մարդիկ անցել են գործի խլում են, վերցնում են, արդեն ասում են վերջ սա վերադարձինք մեզ, նույն ասենք թե Արադ ցեմենտի գործանը, եկեք չմոռանանք, չէ՞, նույն
տարբեր լրատվամիջոցների ժամանակին պատկանել է Արամ Սարգսյանը, որից Գագիկ Ծառուկյանը առել է։ Հիմա ինչ որ մեկը արժի բարձրացում, Արամ Սարգսյանը ո՞նց է ձեռք բերել, օրինական է ձեռք բերել, անօրինական եւ այլն, այսինքն բավական մեծ թվով հարցեր կան։ Բայց նորից եմ գրկում, հիմնական նպատակը դա է, ընդդիմությանը մաքսիմում ճնշելն է, թույլ չտալ, որ նրա ակտիվությունը մասում пассивացնել, թույլ չտալ, որպեսզի դժգոհ այս զանգվածը կարողանա գեներացնել ուժ, որտեղ իրենց վախերը պայմանավորված ոչ թե այս պահով, այլ այն ինչ որ ոնց որ ես նշեցի, աշնանը պետք է սկսեն իրենք։ Դա տարածքների հանձնման գործընթացն է, որ իրենք կարող են սկսել աշնանը, դա սահմանադրական փոփոխությունների խնդիրն է, որը իրենք եւս պետք է սկսեն դրա շուրջ խոսակցություն աշնանը։ Դա նաեւ գյուղատնտեսության եւ մյուս բնակավարժական տնտեսական իրավիճակի վատ թարացումն է, որը սպասվում է։ Եվ այլն։ Այսինքն այս կերպ Փաշինյանը կանխարգելում է ընդդիմության հնարավոր գործողությունները։ Այս կերպ նա փորձում է կանխարգելել այդ ամենը։ Դե ինչքանով կհաջողվի, ես հույս ունեմ, որ չի հաջողվի։ Իսկ Փաշինյանի դիրքերը ինչպիսին են, օրինակ դուք ոնց եք կարծում։ Իսկապես անհոգ է նա, իսկապես ունի այդքան մեծ աջակցություն, որևէ խնդիր չունի, ինչպես որ ներկայացում է, թե լրջագույն խնդիրներ ունի նա եւ պետք է կարողանա այս օրակարգերին սպասարկել։ Նայեք, ինքը լրջագույն խնդիրներ ունի պայմանավորված նորից նշեցի այն փակուղիների մեջ, որ ինքը բերել է Հայաստան։ Այն խոստումները, որ ինքը տվել է բոլորին, Ադրբեջանին, Թուրքիային, Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, եւ բոլորը իրենց պահանջում են այդ խոստումների համաձայն քայլեր իրականացնել, չէ՞, Եվրամիության ինքը ինչ կարող է։ Երբեմն մեկը մյուսին հակասում է, եթե մեկին է կատարի, մյուսի հետ։ Հա, Եվրամիության պահանջը որը կարող է լինել։ Եթե Ադրբեջանը Թուրքիային պարզ, ապա Եվրամիությանը հիմնական դա հակառուսական ճամբարին միանալն է։ Կարող է արդյոք նա հակառուսական ճամբարին միանալ։ Կարող ասենք, թե չգիտեմ, ինչ որ պատժամիջոցների միանալ այն պատժամիջոցները, որ կա Ռուսաստանի դեմ, կամ չգիտեմ, վիզային ռեժիմ, որտեղ տարբեր լրատվամիջոցներում այդպես պահանջներ կա, որ Հայաստանը վիզային ռեժիմ հաստատի Ռուսաստանի հետ կամ չգիտեմ, ինչ որ պատժամիջոցների միանալ, չէ, հիշում եք ժամանակին վրացիներն էին ասում, որ իրենց ստիպում են միանալ այդ պատժամիջոցներին։ Շատ հնարավոր է եւ իրեն են ստիպում։ Բայց սա նորից է խոսում Հայաստանի ինքնիշխանության անկման, թուլացման, փակուղիների մեջ հերթական հայտնվելու մասին։ Բայց մյուս կողմից, եթե նա զանգում է Պուտինին եւ խնդրում է, որպեսզի այդ պատժամիջոցները հանվեն, նշանակում է, որ ամեն դեպքում այստեղ ցանկություն չկա խզել կապերը իրենց հետ։ Դե հա, ես ինքն էլ շատ լավ հասկանում եմ, միևնույն ամեն դեպքում մեր ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Հիմա երբ որ այսքան մարդկանց հիմա վաղումից օրը գործազուրկ դառնան, ինչ են անում, այս մարդիկ գնալու են աշխատել, ուր են գնալու աշխատել, Ռուսաստան։ Միացյալ Նահանգները չի բացի, չէ՞, սահմանները ասա եկեք ստե աշխատեք կամ նույն Եվրամիությունը։ Սիված գնալու են Ռուսաստան, իսկ դրա համար շատ լավ հասկանում է, որպեսզի ինչ որ տնտեսական իրավիճակը քիչ թե շատ պահպանեն այնց ոնց որ կա, ինքը պետք է ամեն օրվա ռեժիմով կարողանա աշխատի ԵԱՏՄ-ի հետ։ Բայց դրա հետ միասին ինքը նաև խոստումներ ունի տրված նույն Եվրամիությանը։ Նաև բացառված չէ, որ ինչ որ խոստումներ է տալիս շարունակաբար, կամ պարբերաբար Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը, ու ինչքանով է դա կարողանում կատարել, հաշվի առնելով այն խնդիրները, որ հիմա Հայաստանում հասնանում են, ոչ մի կերպ չի կարողանում կատարել։ Այսինքն Եվրամիության հետաքրքիր չի, մենք ինչ խնդիրներ տնտեսական կունենանք, եթե իրենք չեն աջակցում, ինչպես են ստիպում, որ ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Նայ, իրենց համար բացարձակ դա հետաքրքիր չի։ Իրենք կարող են խոստանալ հերթական, ասենք թե տրանշը կտան, ժամանակ առ ժամանակ ինչ որ պարտք են տալի, չէ։ Այսինքն մաքսիմում ինչ որ իրենք կարող են անել, դա հերթական տրանշի տալն է, որը դեռ մեծ գումարներ չէ, էլի 50 միլիոն, 15 միլիոն, 20 միլիոն եվրո ժամանակ առ ժամանակ Հայաստանից գրանտի տեսքով շպրտում են, որը էական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա չի կարող ունենալ։ Հա, կարող է մի քանի վերնախավից մի քանի հոգու արեստացնի, բայց ոչ երբեք որ Հայաստանը դուրս գա այս վիճակից։ Սենց խոսում է շարունակաբար կտան, չանց եկեք հիշենք, որ ժամանակին իրենք միլիարդներից էին խոսում, բայց այդ միլիարդներից լավագույն դեպքում ասենք թե 50-60 միլիոն են տվել։ Եթե այդքան փակուղային վիճակ է Փաշինյանի մոտ, ինչպես է ստացվում, որ ընդդիմությունը չի կարողանում այդ ճեղքումը անել եւ իշխանակողության հասնել։ Շատ բարդ հարց է տալ։ Ես նայեք միշտ մարդիկ հավատում են այն լրատվամիջոցներին, որոնք իրենք լսում են։ Հայաստանում հիմնականում լրատվամիջոցները աշխատում են գործող ռեժիմի օգտին։
Այսինքն խոշոր մեր TV-ի ալիքները մեկը մյուսը եւ իրենց հնարավորությունները մարդկանց ուղեղները լվալու շատ ավելի մեծ է, քան այն ճշմարտությունը, որ մենք փորձում ենք իրենց հասցնել։ Եվ դրա համար մարդիկ հավատում են։ Հետո կան մի քանի վախեր, ասենք նույն պատերազմի վախը, որով ինքը անդադ բնակչությանը վախեցնում է, ինքը աշխատող վախ է։ Մարդիկ տեսել են այդ պատերազմը, չեն ուզում դրա կրկնությունը։ Չհասկանալով, որ այս պատերազմը հենց այս մարդն է բերում։ Չհասկանալով, որ ընտրելով այս մարդը մենք նորից հիմա հունիսի 7-ին ընտրելով այս անձին մենք նորից որոշակի պատերազմների վտանգի մեջ կարող ենք հայտնվել։ Որտեղ նույն Ադրբեջանը տեսնում է, որ իր դեմը կանգնած է շատ թույլ անձնավորություն, վախեցած, որին ինքը կարա ստիպի հերթական զիջման գնալու համար, ու ստիպելու էլ է, ոչ մի վարքյան հետ չի քաշվելու։ Սա է պատճառը, այս վախերն են պատճառը, որ մարդիկ իրեն են ընտրում, իսկ ընդդիմությունը պետք է միանա, միավորվի։ Այս ընդդիմության պարակտվածությունները Նաև արտախորհրդանական ընդդիմությունը։ Այո, ես համոզված եմ եւ Որովհետեւ այն խորհրդանը, որ ազգային ժողովում է, նկատելի է, որ մտերիմ ավելի լավ հարաբերություններ է։ Այսինքն այդ միասնականությունը գոնե տեսնում եմ։ Հուսամ գոնե այս խորհրդանում ընդդիմությունը շատ ավելի միասնական կլինի, քան նախորդ խորհրդանում էր։ Եվ սա ինչ որ արդյունք կարող է տալ։ Բայց ամեն դեպքում արդյունքի հասնելու համար նաև պետք է արտախորհրդանական ընդդիմության համախմբում։ Միանշանակ պետք է նաև արտախորհրդանական ընդդիմությունը, միանշանակ պետք է նոր քաղաքական գործիչներ, նոր դեմքեր են պետք, նոր քաղաքական ուժեր են պետք, այդ ամենը պետք է։ Բայց նորից եմ գրկում, իրավիճակը ընդհանուր առմամբ շատ ծանր է եւ այս պայդորությամբ ասել թե Հայաստանում ինչ լուծումներ կգտնեն, դժվարանում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայ-ԱԿՎ ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։